Բարև բոլորին։ Բարի գալուստ իմ YouTube-յան էջ։ Այսօր հրավիրում եմ ձեզ շրջել Ֆլորենցիայով ինձ հետ։ Սով եմ ձեզ դուր կգա տեսանյութը և դուք կհավանեք այն։ Ինչպես արդեն հասկացաք, գտնվում եմ Ponte Vecchio կամրջի վրա։ Դա միակ կամուրջն է, որը դիմակայել է Հիտլերի հարձակմանը։ Սանտա Տրինիտան էր, որը ամբողջությամբ պայթեցված էր և քանդված էր։ Նախագծել էր այն Միքելանջելոն, իսկ կառուցել էր Բարտոլոմեո Ամանատին։ Այս կամուրջը, ինչ որ մենք հիմա տեսնում ենք, դա կառուցված է 1950 թվականին։ Բացել են իրականացնեն այն ամբողջությամբ միևնույնը, ոնց որ և կար, ֆոտոների բարեբախտաբար այն ժամանակ ֆոտոներ կային և Միքելանջելոյի նախագծերի հիման վրա ամբողջությամբ նույնպիսին կրկնվել է։ Եթե ուշադիր նայեք, ինքը մի գիծ չի, հավասար չի, օրինակ մեջտեղի մասը բարձր է ավելի և դա իրան տալիս է յուրահատուկ հմայք։ Նաև Benvenuto Cellini արձանը և նա նայում է դեպի իր արվեստանոցը, որը ևս եղել է Ponte Vecchio-ի վրա։ Նա ոչ միայն քանդակագործ էր, այլ նաև ոսկերիչ էր ի սկզբանե։ Արնո գետը, որը կյանք էր տալիս ամբողջ քաղաքին։ Նախնադարում Ֆլորենցիան ղեկավարվում էր տարբեր գիլդիաների կողմից, որոնք զբաղվում էին կտորի արտադրությամբ, և այս գետը օգտագործում էին այդ կտորների մշակման, ինչպես նաև տեղափոխման համար, և այստեղով նավեր էին տեղափոխվում։ Գետը հասնում է մինչև ծով, այսինքն հասնում է մինչև Լիվորնո, անցնում է Պիզայով, այնուհետև գնում է Լիվորնոյի նավահանգիստ, որտեղից էլ կարողանում էին կազմակերպեին առք ու վաճառք իրենց ապրանքի, ինչպես նաև տեսնում եք այստեղ Վազարի միջանցքը, որը նա էր կառուցել Մեդիչիների պատվերով, որովհետև նրանք չէին ուզում ներքևի հատվածով քայլեն, ոնց որ բոլոր հասարակ մահկանացուները։ Միջանցքի երկարությունը մոտ 1 կիլոմետր է։ Այդ ժամանակներում նախկինում այստեղ ոչ թե ոսկերչական խանութներ էին, ոնց որ այսօր, այլ մսի վաճառքի կետեր էին։ Այդ մարդիկ և այստեղ ապրում էին այս վերևի հատվածում, և ներքևի հատվածում էլ մսի խանութներն էին, և այդ մսի բոլոր մնացորդներն էլ նետում էին գետը, և դուք պատկերացրեք, թե ինչ հոտ էր կանգնած ամբողջ այս շրջակայքում, և իհարկե Մեդիչիներին դա դուր չէր գալիս, և նրանք հրամայել են վերացնել բոլոր այդ մսի խանութները, և փոխարենը բացել ամբողջը ոսկերչական խանութներ, և բացի այդ էլ նրանք քայլում էին վերևով, որպեսզի չիջնեն այս հատվածը, որտեղ քայլում ենք մենք։ Հետ մենք հիմա անցնում ենք Վազարի միջանցքի տակով։ Նա մեր վերևն է, այս ամբողջ վերևի հատվածը։ Դից լավ երևում է, ոնց է նա շարունակվում և գնում միանում Պալացցո Պիտիի հետ, և սկիզբը դրվում է Ուֆիցի թանգարանի միջից։ Քայլենք դեպի Ուֆիցի թանգարանը։ Smoke, honey, maybe we have
Հասնում ենք Ուֆիցի թանգարանին։ Արդեն հասանք Ուֆիցի թանգարանի հրապարակը, Ուֆիցի, ավելի պարզ եթե ասենք Ուֆիչի, այսինքն օֆիսներ, աշխատասենյակներ, որը նույնպես նախագծել է Ջորջո Վազարին, նրա գլուխգործոցներից մեկն է, Կոզիմո առաջինն էր նրան այս պատվերը տվել, եւ այստեղ էր տեղակայվում ամբողջ նրա աշխատակազմը, հետագայում վերածվեց Ուֆիցի անվանմանը։ Ուշադիր եղեք հերթը, միշտ ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե գալիս եք, նախորոք պատվիրեք բոլոր տոմսերը օնլայն, որտեղ կարող է եւ շատ տհաճ անակնկալի բախվեք, որ ուղղակի տեղ չլինի, կամ բազմաժամ հերթեր կանգնեք։ Նկարում են այստեղ։ Հիմա մենք դուրս կգանք Սինյորայի հրապարակը, որտեղ եւ գտնվում է Պալացցո Վեկյոն։ Սա Ֆլորենցիա քաղաքի քաղաքապետարանն է։ Բոլոր բարձրաստիճան հանդիպումները նախագահական մակարդակով տարբեր երկրների անց են կացվում այստեղ։ Չինկվեչենտո սրահում։ Ընդհանուր առմամբ այս հրապարակը ինքն իրեն թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ կան բազմաթիվ բնօրինակներ տարբեր համաշխարհային քանդակագործների արված աշխատանքներից, նաև Պերսեի քանդակն է բնօրինակ, Բենվենուտո Չելինի կատարված աշխատանքն է։ Սա Ֆլորենցիայի քաղաքական հատվածն է եւ այդ ժամանակներում ղեկավարվում էին արհեստավորների միությունների, գիլդիաների կողմից, մինչեւ որ չհայտնվեցին մեդիչիները։ Այնուհետև մեդիչիներն են վերցնում երկրի կառավարումը իրենց վրա, չնայած որ նրանք ենթարկվում են բազմաթիվ հալածանքների, բազմաթիվ անգամներ վռնդվում են քաղաքից, միևնույն է վերադառնում էին։ Կոզիմո առաջինն է, որում դուք տեսնում եք ձիու վրա։ Այստեղ է նաև Դավիթի արձանը, Միքելանջելոյի, բայց սա բնօրինակը չէ, բնօրինակը գտնվում է Գալերիա Ակադեմիա թանգարանում, սա պատճենն է, քանի որ այդ մարմարը ուղղակի չէր կարող դիմանալ եղանակային պայմանների, այդ իսկ պատճառով նրան տեղափոխել են այնտեղ եւ այստեղ դրել են պատճենը։ Միքելանջելոն նրան քանդակել է 26 տարեկանում, չնայած որ կային բազմաթիվ բարդություններ հենց մարմարի հետ, երկու քանդակագործներ սկսել էին այդ մարմարի կտորի հետ աշխատել, բայց թողել էին, որտեվ իրենց կարծիքով այդքան լավ որակի չէր, այնուհետև վերցրել էր այդ կտորը Միքելանջելոն եւ ստեղծել է Դավիթին, որը մինչեւ օրս մենք կարող ենք տեսնել։ Դավիթին նա քանդակել է 3 տարում, որին հետաքրքրում է նրա բարձրությունը 5 մետր 17 սանտիմետր ներքևի պատվանդանով միասին եւ կշռում է մոտ 5 տոննայից ավել քանդակը։ Դերին հետաքրքրում է նաեւ ինչու է նա մերկ։ Մերկ է, որովհետեւ Միքելանջելոն ուզում էր ցույց տալ մարդկային մարմնի գեղեցկությունը քանդակի միջոցով։ Այդ իսկ պատճառով նա պետք է լիներ մերկ, որպեսզի երևար նրա ամբողջ մանրամասն դետալները։
Իրականում նա պետք է տեղադրվեր Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարի վրա, բայց հետո որոշում է ընդունվել տեղադրել նրան այստեղ, քանի որ նա կգտնվեր շատ բարձր հատվածում եւ հնարավոր չէր լինի այն ուսումնասիրել։ Այդ իսկ պատճառով որոշում է կայացվել տեղադրել Պալացո Վեկիոյում։ Իդեպ կարող եք այցելել նույնիսկ Պալացո Վեկիոն, բարձրանալ նրա այս աշտարակը։ Պալացո Վեկիոյի ճարտարապետն է Արնոլֆո դի Կամբիոն եւ նրա անունով էլ այս աշտարակն է, կոչվում է Տորրե դի Արնոլֆո։ Արնոլֆո դի Կամբիոն նախագծել է նաեւ Սանտա Մարիա դել Ֆիորե տաճարը եւ ընդհանրապես ունի շատ մասշտաբային աշխատանքներ կատարված քաղաքում։ Ընդհանրապես Սինյորայի հրապարակը դա քաղաքի խորհրդանիշներից մեկն է։ Եթե լինեք այստեղ, խորհուրդ կտամ այցելել այս սրճարանը, կոչվում է Ռիվուախ, քաղաքի ամենահին սրճարաններից մեկն է, որը եղել է մասնագիտացված շոկոլադի արտադրության մեջ, այնուհետև վերածվել է ամենահայտնի սրճարանի, անպայման այցելեք այն։ Շարունակենք մեր ճանապարհը, գնանք դեպի Դուոմո։ Շրջենք փողոցներով միասին։ Քանի խոսք ուզում եմ ասել Օրսան Միկելե եկեղեցու մասին, իդեպ նկարել եմ նաև ռիլ նրա մասին, անպայման տեսեք։ Նա նախագծված չի եղել որպես եկեղեցի, նախագծվել է որպես ցորենի եւ հացահատիկի պահեստ։ Այս կամարները, որ հիմա տեսնում եք փակ, նրանք իրականում բաց էին եւ այստեղ կարող էին գնել հացահատիկ, ցորեն։ Այնուհետև նա վերածվեց եկեղեցու։ Այս 0 հարկում գտնվում է եկեղեցին, երկրորդ հարկում գտնվում է թանգարանը։ 14 սրբերի քանդակները, որ դուք հիմա այստեղ տեսնում եք, նրանք բոլորը պատճեններն են։ Օրիգինալները գտնվում են հենց այդ թանգարանում, որը գտնվում է երկրորդ հարկում։ Մուտքը արժի 8 եվրո, այստեղից է հենց մուտքը։ Անպայման խորհուրդ եմ տալիս ձեզ այցելեք, եզակի գոթական կառույց է եւ շատ հետաքրքիր է ներսից։ Փորձեմ ձեզ մի փոքր այստեղից ցույց տամ։ Ինչքանով կստացվի, չգիտեմ։ Այս խորանի ետնամասն է։ Անպայման նայեք ռիլը։ Իսկ մենք շարունակենք մեր ճանապարհը դեպի Դուոմո։ Յուրաքանչյուր իտալացու տանը դուք կգտնեք մոկկան, այս սուրճ պատրաստելու սարքը, ինձ թվում է իրենք առանց սրա ապրել չեն կարող, բոլորի տներում կա, այս էլ իրա մեծ տարբերակն է, շատ լավն է, այս Դոլչե Գաբանայի դիզայնով արված տարբերակն է, Իտալիայի ժամանակով ժամը 9-ն է մեզ մոտ, ու տեսեք ժամը 9-ին ինչքան մարդ է արդեն դուրսը։ Միշտ խորհուրդ եմ տալիս, եթե գալիս եք Իտալիա, Ֆլորենցիա, աշխատեք զարթնեք շուտ, ժամը 6-ին, եթե հատկապես դա ամառ է, զարթնեք ժամը 6-ին,
նախաճաշեք եւ դուրս եկեք զբոսնելու, որպեսզի կարողանաք վայելեք։ Այլապես ուղղակի բազմահոսք մարդկանց մեջ կգաք եւ չեք վայելի։ Հասադուոմո Սանտա Մարիա դել Ֆիորեի հրապարակ։ Հիմա մենք գտնում ենք Սանտա Մարիա դել Ֆիորե կամ Սանտա Մարիա ծաղիկով տաճարի մոտ։ Ինչու ծաղիկով, որտեղ հռոմեացիները շատ էին սիրում այսպիսի անվանումներ տալ իրենց քաղաքներին որպես ցանկություն, այսինքն ծաղկող, իսկ Ֆլորենցիա լատիներենից թարգմանված նշանակում է ծաղկող։ Այսպիսով նրանք ցանկացել են Ֆլորենցիային, որպեսզի նա լինի միշտ ծաղկող, այստեղից էլ եւ եկել է նրա անվանումը։ 12-13-րդ դարում, այսինքն միջնադարում, Ֆլորենցիան իսկապես հարուստ եւ ծաղկող քաղաք էր, որը նույն հարթակում էր գտնվում Լոնդոնի եւ Փարիզի հետ։ Հենց այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց գոյություն ունեցող տաճարի փոխարեն կառուցել նորը, որը կլինի ավելի չափերով մեծ, որպեսզի բավարարի աճող, ծաղկող քաղաքի բնակչությանը։ Արդեն նշեցի, ճարտարապետ էր ընտրվել Արնոլֆո դի Կամբիոն, որը արդեն բազմաթիվ կառույցների հեղինակ էր քաղաքում։ 1296 թվականին նա արդեն հիմքերն էր դրել այս կառույցի եւ իրենից հետո շարունակել են այլ ճարտարապետներ, այսպիսով ավելի մեծացնելով տաճարի չափերը։ Եվ ի հայտ եկավ մեկ այլ խնդիր, թե ինչպես ծածկել գմբեթը, որտեղ շենքի երկարություններ պատկերացրեք 100 մետրից ավել, իսկ այդ պարագիծը, որ պետքա տեղավորվեր գմբեթը, 45 մետրից ավել էր։ Եվ դա շատ լուրջ խնդիր էր, թե ինչով դա ծածկել։ Տաճարը գործում էր առանց գմբեթ, այսինքն մեջը կատարվում էին ծեսեր, ամեն ինչ, բայց առանց գմբեթ։ Եվ այդ նույն ժամանակ ամբողջ Ֆլորենցիայի բնակչությունը տեղավորվում էր այս տաճարի մեջ։ 1418 թվականին ճարտարապետ եւ գիտնական Ֆիլիպո Բրունելեսկին գտավ լուծում եւ ստեղծեց այս հրաշալի գմբեթը, որով մինչեւ օրս մենք հիանում ենք։ Մի քիչ խոսեմ ճակատի մասին։ Ճակատը վերջնական այս տեսքով, որ մենք հիմա տեսնում ենք, ստեղծվել է 1887 թվականին։ Այն իրականացնելու համար օգտագործվել է երկու տեսակի մարմար, որը Տոսկանայից է։ Մեկը կանաչը, որը բերվում է Պրատո քաղաքից, եւ մյուսը այս սպիտակը, որը բերվում է Կարարայից։ Այստեղ ենք տեսնում նաև զանգակատունը, անպայման ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե չունեք սրտի, կլաուստրաֆոբիա եւ այլ առողջական խնդիրներ, անպայման բարձրացեք գմբեթը եւ զանգակատունը։ Խոստանում եմ, որ ձեզ մոտ կմնա ձեր ամբողջ կյանքում սա որպես հիշողություն։ Զանգակատան այս բոլոր քանդակների մեծ մասը պատճեններն են։ Օրիգինալները տեղադրված են Օպերա դել Դուոմո թանգարանում, որը կարող եք այցելել եւ տեսնել։ Երրորդ կառույցը այստեղ, որ կուզենայի խոսայի, դա Մկրտարանն է։ Պատկերացրեք այն ժամանակ բոլոր քրիստոնյաները, այսինքն բոլոր Ֆլորենցիայի բնակիչները մկրտվում էին հենց այստեղ, ինչպես նաև Դանտեն, Լորենցո Մեդիչին։ Այս ոսկի դռների բնօրինակը նույնպես կարող եք տեսնել Օպերա դել Դուոմո թանգարանում։
Շնորհակալ եմ բոլորիդ, որ դիտեցիք այս տեսահոլովակը։ Հուսով եմ, որ ձեզ հետաքրքիր էր։ Կհանդիպենք մյուս տեսահոլովակներում։ Բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք ինձ։